Անցած դասերին ուրեմն մենք քննարկեցինք առաջին կարգի դիֆերենցիալ հավասարների լուծման մի քանի եղանակներ։ Առաջերտին դիտարկեցինք դիֆերենցիալ հավասարների մի քանի տիպեր, որոնց ինչ-որ լուծման եղանակներ կան, անջատվող փոփոխականով հավասարումներ, գծային հավասարումներ, լրիվ դիֆերենցիալով հավասարումներ եւ ինչ-որ տեսակի հավասարումներ, որոնց փոփոխականի փոխարինման մեթոդով կարելի է լուծել, բայց դժբախտաբար շատ դիֆերենցիալ հավասարումներ այդ դասերից ոչ մեկին չեն պատկանում եւ լուծման մեթոդ չունեն։ Այդ դեպքերում ինչ կարելի է անել, ինչ-որ տարբեր ձևերով պետք է փորձել լուծումները մոտարկել։ Ձևերից մեկը թվային մեթոդներում է կայանում։ Վերնագիր գրենք, հա։ Սովորական դիֆերենցիալ հավասարումների լուծման թվային մեթոդներ։ Կդիտարկենք y' հավասարը fxy առաջի կարգի դիֆերենցիալ հավասարումը եւ հավասարման հետ դնում ենք սկզբնական պայման yx0 հավասարը y0։ Գիտենք, որ այս կոշի խնդրի համար կան գոյության միակության թեորեմներ, որի պայմանները բավարարելու դեպքում այս հավասարումը ունի այս կոշի խնդիրը ունի միակ լուծում։ Մենք կհամարենք, որ այդ պայմանները տեղի ունեն, այսինքն ենթադրենք, որ այս կոշի խնդիրը ենթադրենք մեկը ունի միակ լուծում որևէ x0b հատվածի վրա նաև այս մեթոդները քննարկելիս պայմանավորվել ենք սկզբնական պայմանից միայն աճ գնալ։ Իհարկե մեթոդները շատ հեշտ կարելի է մոդիֆիկացիա ենթարկել, որ սկզբնական պայմանից ձախ գնանք, բայց այսօր կքննարկենք այն մեթոդները, որտեղ ուրեմն x-ը մեծ է x0-ից, ու մենք ուզում ենք առանց հավասարումը լուծելու հավասարման լուծման արժեքը x կետում մոտարկել։ Ոնց կարող ենք այդ մոտարկումը անել։ Դե ինչ ունենք հավասարում, այստեղ միակ տվյալը մեզ մոտ այս f ֆունկցիան է, այսինքն մեկ էլ սկզբնական պայմանը, պետքա փորձենք համատեղել, հա, սկզբնական պայմանը ու այդ f ֆունկցիայից եկող տվյալները ու փորձել ինչ-որ մոտարկում գտնել։ Ամենապարզ այդպիսի մեթոդը Euler-ի մեթոդն է, գրենք որպես ենթավերնագիր Euler-ի մեթոդը հասկանանք ինչու՞մ է կայանում այս մեթոդը։ Հա։ Ուրեմն սկսում ենք, եկեք երկրաչափորեն, հա, նախ փորձենք մեթոդը ներկայացնել։ Կոորդինատային համակարգի վրա ունենք սկզբնական պայման, այստեղ մեկ խնդիրը նորից գրեմ։ Ենթադրենք սա մեր x0 y0 կետն է։ Էլ ինչ ունենք, այս f ֆունկցիան մեզ ապահովում է ուղղությունների դաշտով, չէ՞, որտեղ որ f-ը որոշված է,
Դե քանի որ մենք այս սկզբնական պայմանն ունենք, եկեք այս կետում ուղղությունների դաշտը ցույց տանք։ Այսպես, հա, մենք ուղղությունների դաշտ պայմանավորում ենք sense գծիկներով դնել։ Եվ ունենք լուծում, որը անցնում է այս կետով, մենք ենթադրեցինք, որ հավասարում ունի միակ լուծում, ինքը անցնում է այս կետով ու գիտենք, որ պետք է շոշափի ուղղությունների դաշտին այդ կետում։ Լուծումն էլ եկեք կապույտ գույնով գծենք ու ենթադրենք չգիտեմ, ինչի է ինքը անպայման ուզում կանաչով գծի։ Այսպես, հա։ Ենթադրենք այսպես է լուծում։ Մենք ուզում ենք ինչ-որ x կետում մոտարկել լուծման արժեք, հա։ Ենթադրենք այս x կետում։ Ինչ ենք անում։ Մենք այս հատվածը պետք է բաժանենք հավասար մասերի։ Պայմանավորվենք ուրեմն x0 նու մենք լավ b ենք պայմանավորվել շարունակել, եկեք b-ով էլ շարունակենք b գրենք x0b հատվածը բաժանենք հավասար մասերի, ասենք n հավասար մասերի այսինքն x1-ը կլինի x0 գումարած h, x2-ը x1 գումարած h, այսպես շարունակ, մինչև այդ b-ն թող լինի x մեծատար n-ը, հա, հավասար է xn մինուս 1 պլյուս h, որտեղ h-ը հավասար է b մինուս x0 բաժանած n-ի։ Հա, այս հատվածը բաժանեցինք հավասար մասերի, այսպես ենթադրենք։ Սա մեր x1-ն է, x2-ը և այսպես շարունակ։ Եվ ինչ ենք անում։ Մենք, քանի որ մեզ տրված միակ տվյալը f ֆունկցիան է, ու իր արժեքը x0, y0 կետում, մենք փորձում ենք, ենթադրում ենք, որ լուծումը, քանի որ այս կետում շոշափում էր, եկեք այս գծով գնանք, տեսնենք ուր կհասնենք, այսինքն x0-ից մենք այս գծով, այս ուղղությունների դաշտի գծով, եթե շարունակենք, կհասնենք այս կետին, որը կնշանակենք y1-ով, հա, և եթե այս պատկերը ես առանձին ստեղ մի քիչ մեծ գծեմ, x0, x1, այստեղ օրդինատները նշանակեմ, հա, y0, y1, ու այս ուղղությունն էլ գիտենք, որ այս անկյան տանգենսը, հա, f x0, y0-ի է հավասար։ Այստեղից ինչ կունենանք, որ y1 մինուս y0-ն հավասար է x1 մինուս x0 անգամ անկյան տանգենս, չէ։ Անգամ տանգենս ալֆա, այսինքն y1-ը կստացվի y0 գումարած, տանգենսը f-ի է հավասար, x1 մինուս x0 անգամ f x0 y0։ Այսինքն y1 ստեղ հանած y0-ի է, այսինքն y1 հավասար է y0-ին գումարած այս մեծությունը։ Եվ քանի որ պայմանավորվել ենք x1 հանած x0-ն հաշվով նշանակել, գրենք սենց y0 գումարած h անգամ f x0 y0։ Էլերի մեթոդը կայանում է հենց սրանում,
Եթե մենք հաջորդաբար շարունակենք մինչև մեր ցանկացած կետին, ասենք B կետին հասնելը, նույն քայլերը պետք է անենք։ Այսինքն, եթե ընդհանուր ձևակերպենք Էյլերի մեթոդը, մեկ խնդրի համար ուրեմն H քայլով, H մեծությանը քայլ ենք անվանում։ H քայլով Էյլերի մեթոդը կտրվի հետևյալ բանաձևով y n + 1-ը հավասար է yn գումարած h անգամ f xn yn, որտեղ n-ը ու քանի որ տվյալ դեպքում ասեցինք, որ այստեղ 0-ից կարող ենք սկսել, քանի որ ասացինք, որ մեզ մինչև այդ մեծատառ n քայլն է հետաքրքիր, այստեղ կարող ենք սահմանափակել n-ով, բայց կարող ենք նաև դրանց հետո շարունակել, չէ՞, ոչ մի խնդիր չկա։ Սա Էյլերի մեթոդի բանաձևն է, որ պետք է հիշել։ Եկեք մի հատ օրինակ դիտարկենք, այս մեթոդը կիրառենք։ Y շիխը հավասար է x + 1/5 y0-ն հավասար է -3։ Եկեք մոտարկենք y1 արժեքը վերցնելով քայլը 0.2։ Սա ինչ է նշանակում, որ մենք պետք է հատվածը բաժանենք 5 հավասար մասի, հա, 0, 0.2, 0.4, 0.6, 0.8 եւ հաշվենք այդ մոտարկումների արժեքները։ Եկեք ես այստեղ աղյուսակ գծեմ։ Հարմար է աղյուսակ գծել ու մի աղյուսակի մեջ բոլոր անհրաժեշտ տվյալները ներկայացնել, հա։ Եկեք այստեղ x-ի տակ գրենք x-ի արժեքները 0, 0.2, 0.4, 0.6, 0.8 եւ մեզ քան որ մեկն է պետք, մեկով վերջացնում ենք, հա։ Y արժեքը, որը բնականաբար մոտարկումն է տալու, մենք իրական ֆունկցիան չգիտենք, որ հավասարմանությունն է։ Այո, 0-ն կարող ենք վերացնել միանգամից -3 ու մեզ պետք է գալու նաև fxy արժեք, չէ՞։ Հենց այս տրված x կա y կա կետում, հա, ամեն տող համապատասխանում է մի հատ կետի։ Ինչ ունենք, այստեղ fxy-ը գրենք, fxy-ը հավասար է x + 1/5y ու եթե տեղադրենք 0 - 3, կստացվի -0.6, չէ։ Մա ոնց պետք է գտնենք հաջորդ մոտարկումը։ Թքա օգտվենք Էյլերի բանաձևից, Էյլերի մեթոդի բանաձևից, y1-ը հավասար է y0 + դե h-ն էլ ֆիքսեցինք 0.2, h անգամ fx0 y0, չէ։ Այսինքն այս թիվը պետք է բազմապատկենք 0.2-ով, գումարենք y0-ին։ Դե ինչ կունենանք y1-ը, -3 գումարած 0.2 անգամ -0.6, այսինքն -3.12։ Հետո պետք է հաշվենք f-ի արժեքը այդ տրված կետում։ X-ը 0.2-ա, պետք է գումարենք 0.2 անգամ y-ի
արժեք, հա։ Ինչ կստացվի, եկեք որպեսզի մտքով չհաշվենք, հաշվիչով հաշվարկներն անենք։ Իհարկե պրակտիկայում այս ամեն ինչ պետք է անել համակարգչով, մենք ստեղ ուղղակի ձեռքով լուծման ինչ որ օրինակ ենք ցույց տալիս։ 0,2 անգամ մինուս 3,12 կարող եք գրել հաշվել, ասենք ինչ կստացվի, մինուս 0,424։ Ստեղ գրում ենք մինուս 0,424-ը եւ անցնում ենք հաջորդ քայլին։ Y2-ը գտնելու համար պետք է Y1-ին գումարենք h անգամ f x1 y1։ Այսինքն այս թիվը, որ ստացանք, բազմապատկենք 0,2-ով, չէ՞։ Եվ գումարենք y1-ը, որը h-ը 0,2-ա, չէ՞։ Պետք է գումարենք մինուս 3,12, որը կստացվի մինուս 3,0,2048, 2048 10,000 Հետո պետք է f-ը հաշվենք այդ կետում եւ շարունակենք, այստեղ ստացանք մինուս 3,2048, հետո պետք է f-ը հաշվենք x2 y2 կետում, դե բնականաբար տեսնենք 10-րդական այս թվերը շատանում են ու դրանց հետ միգուցե այդքան հաճելի չի աշխատել, մենք ստիպված պետք է նաև ինչ-որ կլորացումներ անենք, չէ՞, որը իր հերթին մեթոդին իհարկե կվնասի, քանի որ կլորացում անելով մենք արդեն ինչ-որ շեղում ենք ավելացնում, որ ընդհանրապես նախատեսված չէ, բայց ասեմ, որ համակարգչային հաշվարկներում էլ օրինակ շատ փոքր հաշերի հետ աշխատելիս կամ 0-ին մոտ թվերի հետ աշխատելիս օրինակ կարող են այնպիսի շեղումներ լինել, որ մեթոդը ուղղակի կատաստրոֆիկ կվատացնեն ու մեր ուզած արդյունքին չենք հասնի, հա։ Դե fx2 y2-ը ուրեմն 0,4 գումարած 0,2 անգամ s թիվը, չէ՞, արդեն Այստեղ արդեն ստիպված մոտավորության նշան դնեմ, հա, անգամ 0,2 գումարած 0,4 մինուս 0,241 Եվ այսպես այս արդյունք բաններ կլրացնենք, եկեք ես մի անգամից լրացնեմ, հասկանալի է, չէ՞, ինձ հիմա չարժի հաջորդ բաները էլի ձեռքով հաշվել, ես մի անգամից լրացնեմ արժեքները, այստեղ տեսնենք ինչ է ստացվում, կներեք, կունենանք այսպիսի արժեքներ, ուրեմն մինուս 3,253, մինուս 3,263 և մեկ կետում մոտավոր կստանանք մինուս 3,234։ Այս խնդիրը այնպիսի խնդիր է, որ մենք կարող ենք նաև լուծել, չէ, ինքը գծային հավասարում է, ու փորձենք իրական արժեքի հետ համեմատենք, տեսնենք ինչքանով է խելամիտ այս արժեքների հաջորդականությունը։ Եթե լուծենք y շտիխ հավասարը x պլյուս 1/5 y հավասարում է, դե համասար լուծելու համար կգրենք x շտիխ մինուս 1/5 y հավասարը 0, որի լուծումը կտա ինչ պետք է լինի, y-ի 1/5 դու c անգամ, չէ, y-ի 1/5 աստիճան, այսպես, ու որպեսզի անհամասար լուծենք, պետք է ընդհանուր լուծումը գտնենք cx անգամ y-ի ու x-5, հա, գրենք, y x5 տեսքով, ածանցենք, կստացվի c շտիխ x անգամ y x5 հավասարը, այդ գործողությունները անելուց հետո, այդտեղ կրճատումից հետո, այդտեղ կստանանք x, որտեղից cx-ը կլինի ինտեգրալ x անգամ y մինուս x5 dx,
որտեղից էլ ինչ կստացվի, դե եթե մասերով ինտեգրենք, հա, այստեղ 5-ով բազմապատկենք, գրենք ինտեգրալ u y մինուս u du, չէ, եթե x-ը նշանակենք, x-ին երորդ u-ով նշանակենք, dx-ը կլինի 5 du, այս ինտեգրալը կստանանք, դե, այս ինտեգրալն էլ իրեն գիտեք ինչ է ստացվում, 5 անգամ, դեղ մինուս կառաջանա, ու պլյուս 1, y մինուս u, ունել հետ տեղադրելով, ինչ կստացվի, x5 պլյուս 1 անգամ y մինուս x5 աստիճան։ Ու տեղադրելով այս ընդհանուր բանաձևը, իհարկե պլյուս c-ն էլ չենք մոռանում, այս հավասարման լուծումը ուրեմն կլինի yx-ը հավասար է c անգամ y x5 աստիճան, գումարած մի հատ մասնավոր լուծում, որը եթե բացենք մինուս x մինուս 1 հաստատ։ Մինուս 5, մինուս x մինուս 5։ C-ն էլ պետք է գտնել կոշի խնդրից, չէ։ Կոշի խնդիրը մեզ մոտ ինչ է, y0-ն հավասար է մինուս 3, չէ, այսինքն մինուս 3-ը հավասար է c հանած 5, հետևաբար c-ն հավասար է 2-ի։ Այսինքն հավասարման լուծումը տրվում է 2 անգամ y x5 հանած x հանած 5 բանաձևով։ Հույս ունեմ, այստեղ սխալ չենք արել, հա, մի հատ ամեն դեպքում ստուգել չի խանգարի։ Ոնց որ թե սխալ ենք արել, հասկանանք ինչ ենք սխալ արել։ Եթե 0 ենք տեղադրում, սա մինուս 3 է, ածանցյալը եթե հաշվենք այս ֆունկցիայի, 2/5 y x5 աստիճան, հանած 1, ինքը ցոթե չի բավարարում են պայմանը։ Որտեղ ենք մինուս 6 տեղել։ Մինուս Այստեղ ես x-ը 5 ու-ով փոխարինեցի, ստացվեց ու անգամ y մինուս ու 5-ը եկավ ստեղ, դե ինտեգրալ լավ, եկեք առանձին այս ինտեգրալը հաշվենք սխալ չլինի։ Ինտեգրալ բանավոր հաշվելը ոչ միշտ է լավ բան, մինուս, ուրեմն, մինուս ու դե y մինուս ու, չէ, այստեղ այս մի մինուսը ավելորդ է, ինձ այսպես չէ, և ստացվի մինուս ու անգամ y մինուս ու, հանած ինտեգրալ y մինուս ու, d մինուս ու, այսինքն ստեղ d ու։ Լուծելով, այս ստացվելու է մինուս ինտեգրալ y մինուս ու, չէ, ես ոնց որ թե ճիշտ ենք հաշվել։ C-ը տեղադրելուց Ստեղ, ստեղ, եթե տեղադրենք, ու իտեղը x5 դրեցինք, որտեղ պետք է պլյուս լինի, ստեղ y մինուս x5, ոնց որ թե ճիշտ ենք արել ամեն ինչ, մինուս x մինուս 5, ոնց որ թե ճիշտ ենք լուծել։ Ամեն դեպքում, եթե այստեղ x-ի տեղը 1 դնենք, շատ մոտ բան չի ստացվի, չնայած պետք է ստացվեր։ Եթե սա հաշվենք, հաստատ y 1/5 աստիճանը
0-ից շատ հեռու չի, այս տարբերությունը ահագին այս թվից հեռու է ստացվում, բայց երևի այդպես պետքա չլիներ։ Լավ, դրա վրա շատ ժամանակ չկորցնենք, այս հաշվարկների հարցը, որ պետքա մի քիչ լավ անել, եկեք անցնենք առաջ։ Նախորդի ոչ թե չասենք մոտավոր լուծում, որտեղ մենք լուծում տենց չենք կառուցում, չէ՞ ինչ որ կերպ։ Այսինքն ոնց պետքա կառուցի։ Մենք մեկ էլ այստեղ պետքա ուղղությունների դաշտը նայենք, չէ՞։ Ասենք ինչ որ, սենց կարող է ինչ որ բեկյալ, հա, ստացվի։ Բեկյալից որը, հա, եթե այս բեկյալը նայենք, ինչ որ իմաստով լուծման մոտարկում է։ Բայց մենք ավելի շատ նայում ենք հենց այդ հանգույցների արժեքների վրա, էլի, այսինքն բեկյալը որպես լուծման ընդհանուր մոտարկում երևի չդիտարկենք։ Այս մեթոդի հետ կապված հարցեր կան։ Եթե չէ, խոսենք մի քիչ մեթոդի որակից, այսինքն ինչ կարող ենք ասել լուծման իրական լուծման արժեքի եւ մոտարկման տարբերության մասին։ Դե ինչ տեսանք մենք եկեք առաջի քայլի վրա, հա, նայենք։ Y1-ը տեսանք, որ հավասար է x0 անգամ y0 գումարած h անգամ f x0 y0։ Եթե սրան զուգահեռ նաև նայենք y-ով եթե լուծումը նշանակենք, yx-ի արժեքը այդ x1 կետում, որին մոտարկումը y1-ն է, մենք այս yx1-ը կարող ենք գրել Taylor-ի բանաձևով, չէ, x0 կետի շրջակայքում կարող ենք վերլուծել ու կունենանք yx0 գումարած x1 մինուս x0 անգամ y'(x0) գումարած x1 մինուս x0 կեսի համարիչի քառակուսի բաժանած 2-ի բազմապատկած y-ի երկրորդ տածանցյալը, եթե գրեմ x0, պետք է էլի շարունակեմ արդեն երրորդին, բայց եթե այստեղ ուզում եմ դադարեցնել Taylor-ի բազմանդամը, այստեղ պետք է գրեմ ինչ-որ միջանկյալ կետում։ X-ի կետում, որտեղ x-ին պատկանում է x0, x1 հատվածի։ Ու եթե փորձենք համեմատել այս երկու մեծությունները, իրարից հանենք, մոդուլել դնենք, ինչ կունենանք։ Y-x0-ն հավասար է y-x0-ն հավասար է y0-ի, սկզբնական պայմանն ասա հենց, այսինքն այս երկու մեծության տարբերությունը 0 է։ x1 մինուս x0-ն h-ն է, իսկ y'(x0-ն հավասար է f x0 y0-ի, քանի որ դիֆերենցիալ հավասարումը հենց y' հավասար է f(x)։ Այսինքն այս տարբերությունը եւս զրոյական է։ Արդյունքում մնում է այս մեծությունը x1 մինուս x0-ի քառակուսի անգամ ուրեմն ընդհանուր մոդուլի մեջ գրենք, հետո մոդուլներից կազատվենք y2 շտրիխ x-ի։ Այսքանը հասկանալի է, չէ՞։ Հիմա ոնց կարող ենք այս մեծությունը հասկանանք, դե սա h-ի քառակուսին է, սենց բան ստացվեց։ Հիմա եթե այնպես ստացվի, որ այս y-ի երկրորդ տածանցյալը շատ լավ ֆունկցիա լինի, այսինքն մենք մասնավորապես ինչ-որ փակ հատվածի վրա ենք, չէ՞, խնդիր նայում։ Եթե ինքը սահմանափակ ֆունկցիա լինի, օրինակ, անընդհատ եթե լինի, արդեն սահմանափակ կլինի ու կգնահատենք այս մեծությունը ինչ-որ m անգամ h քառակուսով,
որտեղ m-ով նշանակեցի սա մաքսիմում անգամ 2, հա, այդ տիպը։ Բաժանած 2։ Տեսնում ենք, որ այս լոկալ տարբերությունը փոքր կամ հավասար է m հաշկարակուսուց, այսինքն հաշկարակուսու կարգի է։ Սա մեզ ինչ է տալիս, առանձնապես ոչ մի բան, որովհետև մեզ ավելի շատ հետաքրքիր է ոչ թե լոկալ տարբերությունը, այլ այս վերջին քայլին, հա, x-n քայլին, այս երկու մեծությունների տարբերությունը, որտեղ մեզ հետաքրքիր է կոնկրետ x քայլում, կոնկրետ x կետին հասնելիս ինչ կունենանք, ինչքանով մեր մոտարկումը մոտ կլինի իրական արժեքին։ Այստեղ այս մեծությունը գնահատելու համար իհարկե ինչ-որ բաներ ավել պետք է անել, որ ինչի, որովհետև եթե մենք փորձենք նույն տրամաբանությամբ այստեղ գրենք, հա եկեք նորից անենք, արդեն այդ վերջի քայլի համար, yn-ը եթե գրենք yn-1 պլյուս h անգամ f x(n-1 yn-1), չէ՞։ Ու այստեղ էլի փորձենք այդ Taylor-ի բանաձևով մոտարկումը գրենք մեր ֆունկցիայի x-n կետում։ Այստեղ ունենալու ենք x(n-1) գումարած դե x-n հանած x(n-1) էլի h-ը y շտիղ եւ էլի գումարած երկրորդ կարգի ացանցյալ ինչ-որ սենց այս z-ը, հա, այս քսի չի, մի հատ բան, մի հատ գծիկ պակասա, հաշկարակուսի, թվում է թե նույն բանն է, էլի իրարից հանենք, կստանանք մենակ այս մեծությունը, բայց դա այդպես չի, ինչի, որովհետև այստեղ ունենք y շտիղ x(n-1), նախ ունենք y(x(n-1), որը հավասար չի y(n-1)-ի, ինչի, որովհետև y(n-1)-ը այս y(x(n-1)-ի մոտարկումն էր իրականում, նախորդ քայլում մոտարկումն էր, չէ՞։ Այստեղ այս մեծությունները հավասար չեն, եթե մենք սա իրարից հանենք 0 չենք կարող գրենք։ Նույն կերպ այս y շտիղը եթե մենք f-ով փորձենք արտահայտել, որ նմանացնենք այս վերևի գրվածին, այստեղ գրել ենք x(n-1), y x(n-1), չէ՞, որտեղ էլի y-ը իրական լուծումն է։ Այսինքն սրանք էլ նույնական չեն։ Վերջում ինչ-որ կստացվի այստեղ, սրա հետ ոչ մի բան չենք անում։ Այսինքն այս դեպքում իրարից հանել, տենց ու գնահատել հեշտ չենք կարող, եւ պարզվում է իրականում, որ ամեն քայլում այդ կուտակվող սխալները իրար հետ այս գումարային ընդհանուր սխալանքը որակապես փոխում են։ Այսինքն, եթե այս նախորդ դեպքում մենք ունեինք այսպիսի գնահատական, կոնկրետ մի հատ այս սկզբնական կետի համար, x0-ից x1 անցնելուց։ Ընդհանուր դեպքում տեղի ունի հետևյալ թեորեմը, էլ գրենք։ Թեորեմ 1, ուրեմն դիցուկ այս կոշի խնդիրը ունի միակ լուծում, x0b հատվածի վրա, այդ լուծումը եկեք նշանակենք yx-ով, հա, y հավասար է yx, այստեղ ավելացնենք, եւ այդ y ֆունկցիան լուծումը երկու անգամ անդադ դիֆերենցիալի է այս հատվածի վրա։ Այդ դեպքում եթե y1 yn-ով նշանակենք
այդ համապատասխան մոտարկումները, հա, x1, yx2 այս թվերի մոտարկումները Eulerի մեթոդով հաշքայլով, հա, ապա նորեջ գրենք գոյություն ունի C հաստատուն այնպիսին, որ yxn հանած yn-ը փոքր կամ հավասար C անգամ հաշից բոլոր n-երի համար։ Դասամիջոց անենք ու շարունակենք։ Այս թեորեմը բացել ժողովուրդ։ Թեորեմի ապացույցը բաց կթողենք, եկեք մի քիչ էլ այս մեթոդի ցանկացած թվային մեթոդ ունի եւ առավելություններ եւ թերություններ։ Դե առավելությունը ինչ որ իմաստով այս բանաձևը տալիս է, չէ՞, որ h-ը եթե y-ը երկու անգամ անդամ դիֆերենցիալի ֆունկցիա է, մեր լուծումը, ուրեմն իրան անպայման կհասնենք, եթե h-ը բավականաչափ փոքր վերածենք, ինչքան ուզենք կմոտարկենք լուծումը։ Բայց այս արդյունքը իր հետ որոշակի խնդիրներ է նաեւ բերում։ Առաջին խնդիրն է նա, որ այս այդ զուգամիտության արագությունը դանդաղ է բավականին։ Գծային արագությունը դա դանդաղ արագություն է ու եթե մենք շատ լավ մոտարկում ուզենանք անենք, դրա համար շատ մեծ ժամանակ կպահանջվի, ինչը բնականաբար նպատակահարմար չի։ Eulerի մեթոդը եւս մի թերություն ունի, որ արժի նշել ինքը չի կարողանում շատ արագ աճող լուծումների հետ գործ ունենալ։ Այսպիսի օրինակ դիտարկենք y-շ հավասար է x քառակուսի պլյուս y քառակուսի։ Այս հավասարումը սրա մասին էլի եմ խոսել, սա ռիկատի հավասարումը, որի լուծումը գտնել հնարավոր չի տարական ֆունկցիաների միջոցով, որովհետև մասնավոր եթե հիշում եք ռիկատի հավասարում լուծելուց մենք պետք է մի հատ մասնավոր լուծում գուշակենք ինչ-որ ձևով, հետո նոր արդեն փոփոխականի փոխարինումով կլուծենք հավասարում, բայց այստեղ այդ մասնավոր լուծումը չի ստացվում գուշակել, պարզ ինչ-որ ֆունկցիայով չի արտահայտվում, ու այս հավասարումը այնպիսի հավասարում է, որ այտենց տարական ֆունկցիաների միջոցով իր լուծումը հնարավոր չի արտահայտել։ Այդ տրամաբանական է, չէ՞, դիմել այս Eulerի մեթոդին, որպեսզի հասկանանք այս ֆունկցիան ինչ-որ կետերում ինչի է հավասար, ասենք եթե սենց սկզբնական պայման լինի, ու եթե մենք օրինակ ուզում ենք y1-ը հաշվել, Eulerի մեթոդը ոչ մի խնդիր չունի, չէ՞, h կվերցնենք ու չգիտեմ, ասենք եթե պետք է y1-ը հաշվել, ինչ որ h կվերցնենք, օրինակ, չգիտեմ, սրան ոչ մեկ թեկուզ կարելի է սրանից սկսել, կգանք հերթով կհաշվենք, y1-ն էլ ինչ որ բան կստացվի, բայց երբ որ մենք այս լուծումը դիտարկում ենք որակական տեսանկյունից, ինչ որ ուրիշ կերպ կարողանում ենք իրան ներկայացնել կամ հատկությունները հասկանալ, տեսնում ենք, որ սրա լուծումը, այս կոշի խնդրի լուծումը մոտավորապես 0.97 կետում պլյուս անվերջության է ձգտում։ Հա, ինքը այս տեսքն ունի, գրաֆիկորեն, եթե սա 0.1-ն է, ինքը սենց շատ արագ աճող ֆունկցիա կարող է ճիշտ չգծեմ, բայց ինքը այսենց կտրուկ աճում է, եթե այս մեկ կետն է, այստեղ ինչ-որ ասիմպտոտ ունի, որ մոտավորապես 0.97 կետում է, հա։ Երբ որ x-ը ձգտում է այս կետը, ճիշտ կետը, եթե x ալիքով նշանակենք, որ մոտավոր այս արժեք լինի,
պլյուս անվերջության ազատել։ Էյլերի մեթոդը դա ոչ մի կերպ չի կարողանում արտահայտել։ Այսինքն բանաձևը կիրառելով կարող ենք հաշվել y1-ը, մեզ կթվա թե h-ը լավ, ինչքան կարանք h-ը կփոքրացնենք ավելի ճշգրիտ արժեք ստանալու, բայց իրականում սխալ կլինի, չէ՞ դա, որովհետև մեր լուծումը y1 կետում ընդհանրապես որոշված չի։ Էյլերի մեթոդը դրա մասին ոչ մի բան չի ասում։ Ու իրականում նաև կարելի է մեթոդը աշխատացնելով տեսնել, որ այս x ալիքի մոտ կետերում h-ը փոխելուց կտրուկ արժեքները փոխվում են։ Այսինքն ստաբիլություն էլ չկա ինչ-որ իմաստով։ Ինքը շատ վատ է իրան դրսևորում այդ մեթոդը մեր x ալիք կետի շրջակայքում։ Դրա համար պետք է մտածել ոնց բարելավել այս մեթոդը ու իրականում բավական տարբեր բարելավումներ կան։ Ես դրանցից մեկի մասին կխոսեմ, Հոնգեգուտայի մեթոդի, բայց մինչև դրան անցնելը ուզում եմ մի փոքր հիմնավորել այդ նոր մեթոդը մենք ոնց ենք ստանալու։ Դրա համար ես ներկայացնեմ Էյլերի մեթոդի ստացման մի հատ ուրիշ գաղափար։ Այդ գաղափարը ինտեգրալ մոտարկելու հետ է կապված։ Եթե մենք y' հավասարը fx հավասարը ունենք, չէ՞, էլի ենթադրենք սկզբնական պայմանով այս միշտ ունենք։ Ու օրինակ, եթե այս հավասարում մենք նայենք ինչ-որ հատվածի վրա ու ինտեգրենք այդ հատվածով, տեսեք ինչ կստացվի։ Ենթադրենք x-n պլյուս 1 հատվածն ունենք, հա, երկու կետ ունենք։ Ես տեղ եկեք գծագիրը դանեմ։ Այս ենթադրենք x-n-ն է, այս x-n պլյուս 1-ն է, ստեղ լուծումը ինչ-որ կերպ իրան դրսևորում է, հա, ենթադրենք այսպես է գնում, սա իրական լուծումն է, հա, y հավասար է yx-ն է։ Ու եթե այս հավասարումը ինտեգրենք, ուրեմն y' հավասար է ինտեգրալ fx yx, հա, այստեղ ամեն ինչ x-ից է կախված, dx։ Ինչ կստանանք ձախ մասում։ Ձախ մասում կստանանք ֆունկցիայի արժեքների տարբերություն, չէ՞, այդ կետը։ yx-n պլյուս 1 հանած yx-n։ Աջ մասում կստանանք սենց մի հատ բարդ ինտեգրալ, որը տենց պարզեցնել առանձնապես չի երևում, եկեք նույն ձևով գրեմ։ Հարցը առաջանում, իսկ կարելի է արդյոք այս ինտեգրալը մոտարկել։ Ու այն ամենապարզ բանը, մոտարկման եղանակը, որ կա, ամենակոպիտ կարելի է ասել նաև, բայց շատ պարզ, այդ այնա, որ այս ֆունկցիայի մի հատ արժեք վերցնենք, եթե այս հատված փոքր լինի, դե ֆունկցիան էլ անընդհատ ֆունկցիա է, ինքը այդ փոքր ինտերվալի վրա տենց շատ չպետք է, չէ, տարբերվի, այսինքն ինտեգրալն էլ ենթադրաբար շատ չպետք է փոխվի, դրա համար սա մոտարկենք մի կետում ինտեգրալ, մի կետում ֆունկցիա, այսինքն ենթադրենք ֆունկցիան հաստատուն է այս ամբողջ հատվածում։ Ու x-ի տեղը x0 վերցնենք։ y(x)-ը, քան որ x-ի տեղը x0 պետք է դնենք, մեր սկզբնական պայմանն է, չէ, y0 dx։ Իսկ այս ինտեգրալը ինչի է հավասար։ Սա fx0 y0 x-n պլյուս 1 մինուս x-n։ Հիմա եթե այս y(x)n պլյուս 1-ը մենք նշանակենք yn պլյուս 1-ով, yn-ը նշանակենք yn-ով, ստեղ մոտավորապես կստանանք yn պլյուս, ինչի x-0 ասեցի, ես իրևի պետք է xn ասեի, որտև հա xn կետի։ Մենք
նու yn ճիշտ չի գրել, yxn, այստեղ մի քիչ ուղենք, ուրեմն yxn ուսամ մոտարկեցինք, վասուն, հա, հենց այդ yxn կետում, հա, այս չկա։ Դավ, մեր խոսքով ես ինչ-որ լավ չի աշխատում ես գրա տախտակ։ Արդյունքում էլ yxn-ը, եթե y-ելով նշանակենք, կստացվի fxn y-ն, xn պլյուս 1 մինուս xn, որը պայմանավորվել ենք հաշու նշանակել, այսինքն, այս A-ների մեթոդի բանաձևը, իհարկե մենք ստեղ ինչ-որ բաներ շատ հստակ չասեցինք, բայց որոշակի կապ ակնհայտա, որ կա այս ինտեգրալի մոտարկման և A-ների մեթոդի միջև։ Հիմա այս ինտեգրալի մոտարկումը իրականում են ամենա պարզ մոտարկումն է, ոնց որ եթե մի կետ ենք ֆիքսում, այդ նշանակում է կորի տակ ընկած մակերեսը գնահատել ուղղանկյան մակերեսով, չէ՞։ Ստեղ ինչի ես կորի վրա ցույց չեմ տալիս, որովհետև սա f-ը չի էլի ցույց տալիս, սա y կորնա ցույց տալիս, բայց ստեղ հասկանում եք, որ այս ինտեգրալը գնահատեցինք ոնց որ ուղղանկյան մակերեսով։ Այդ ինտեգրալները մոտարկելու ավելի լավ մեթոդներ կան, որ ավելի լայն դասի համար են կիրառելի ֆունկցիաների։ Դրանցից մեկը Սիմպսոնի մեթոդն է, որը ես ուղղակի կանոնը ստեղ կգրեմ Սիմպսոնի մեթոդի։ Ինտեգրալ a-ից b fx-ը մոտարկվում է ոչ թե մենակ մի կետում, ասենք f-a անգամ b մինուս a-ով, այլ ստեղ սենց բան ենք գրում։ b մինուս a 6-րդ անգամ f-a պլյուս 4 անգամ f-a պլյուս b կես պլյուս f-b։ Այս կանոնով կարելի է ինտեգրալները մոտարկել։ Տեսեք, ստեղ ֆունկցիան 3 կետում է արդեն, 3 կետի արժեքով ոնց որ ինտերպոլյացիա ենք արել, a պլյուս b կես և b։ Դե իհարկե այս բանաձևը մեր դասընթացին չի վերաբերում, սա թվային մեթոդներին է վերաբերում, բայց այս մեթոդից ելնելով մենք մի հատ սենց նոր մեթոդ կստանանք դիֆերենցիալ հավասարումների լուծման մոտարկման, որը շատ ավելի լավն է, քան A-ների մեթոդը։ Ինչ կանենք, ստեղ այս b մինուս a 6-րդը ոնց կա թողնում ենք, ստեղ գրում ենք սենց, 2 անգամ f a պլյուս b կես, մի հատ էլ 2 անգամ f a պլյուս b կես, և գումարած f-ը։ Այս 4-ը 2 կտորի բաժանեցինք, հա։ Ու հիմա արդեն ոնց որ հետ գանք մեր դիֆերենցիալ հավասարմանը։ Մենք ունեինք y շրիխ հավասար է fx yx0 հավասար է y0 հավասարումը ու էլի x0b հատված ունենք, որը տրոհել ենք xn, հա, հաշը հավասար է x
n + 1 հանած x-ին կամ այականների համար, էլի հավասարաչափ տրվում ենք նայել, այս հատվածը բաժանել ենք մեծատար n հատ հավասար մասերի։ Ու եկեք այս հատվածներից ինչ որ մեկում ինտեգրենք հավասարը։ y'(x) dx, ստեղ էլ կլինի fx, yx dx։ Ու այս ֆունկցիան, որը իրականում մենակ x-ից կախված ֆունկցիա է, չէ, պետք է ինտեգրենք, այս ֆունկցիայի ինտեգրալը մենք ուզում ենք ինչ-որ կերպ մոտարկենք։ Այդ Սիմպսոնի բանաձևից օգտվելով մենք սենց բան ենք ստանում, էլի։ Y ուրեմն x-n + 1 հանած y(x)-ն ոնց անենք, որ լավ կլինի։ x-ն ստեղ ստացվում է այդ f-ի մոտարկված ինտեգրալը։ Այսինքն մենք f-ը մի հատ x-ն-ում պետք է նայենք։ Չէ, y(x)-ն։ Դրանց ստեղ մոտավորապես հավասարը միանգամից ինտեգրալ նշանել չդնեմ, հա։ Այս հատվածի 6-րդ մաս, այդ Սիմպսոնի բանաձևից օգտվելով, h6-րդ, ուրեմն f-ը այս կետում, գումարած f-ը այդ միջնակետում, չէ, x-n-ի ու x-n + 1-ի, որը կարող գրենք x-n + h-կես, քանի որ h-ը քայլը, ստեղ պետք է լինի y-ը այդ կետում։ Ստեղ երկու հատ էր, եթե հիշում եք։ Հետո էլի երկու հատ f նույն կետում, x-n + h-կես և y(x-n + h-կես և վերջում գումարած Հա, բանաձևում 4 էր, մենք դա երկու մասի ենք բաժանել, հիմա կասեմ ինչի համար։ Վերջի կետը x-n + 1-ն է, չէ, կամ x-n + h-ը։ Եվ y-ը հաշված այդ կետում։ Այս մոտարկումից ելնելով մենք մի հատ նոր մեթոդ ենք հիմա սահմանելու, որը կոչվում է Runge-Kutta-ի մեթոդ, եթե այս ֆիքսեցիք, անցնենք առաջ։ Runge-Kutta-ի մեթոդ երկու գերմանացի մաթեմատիկոսների ազգանուններից է կազմված։ Մեթոդը հետևյալն է, ուրեմն նորից գրեմ, այս խնդիրն ունենք։ Դիտարկում ենք x0 հատվածի վրա և ֆիքսում ենք h քայլ։ Հավասարաչափ x0-ն տրոհում ենք այս h քայլով։ Մեթոդի էությունը հետևյալն է, բանաձևը, եթե գրենք y(n + 1-ը հավասար է yn Euler-ի մեթոդում գումարած h անգամ f(x-n y)n։ Այստեղ այդ f(x-n y)n-ը մենք ինչով լավ չէր, ասեցի, որ մի կետի ընդհանրապես ուղղությունների դաշտով է ուզում որոշի այդ մոտավոր լուծումը։ Այս դեպքում մենք մի քանի կետերում
իհարկե ոչ ճշգրիտ ուղղությունների դաշտը, բայց թեկուզ մոտավոր մի քանի կետերում ուղղությունների դաշտերի հետ արժեքները միջինացնելու ենք։ Ու այդ միջինացում մեզ ավելի լավ մեթոդ է տալիս։ Բանաձև ոնց է գրվում։ H Is արդեն H լավ չի, որ սենց է։ H6-րդ Ստեղ 4 հատ մեծության գումար չգիտեմ ինչ կարելի անել, ճիշտ ասած, ոչ մի իդեա չունեմ, ինչի՞սա լավ չի աշխատում։ Չէ, ձեռքով եթե փորձեմ, զեղվել է ինքը, իսկ եթե սրանով փորձենք, կա ուրեմն n1 գումարած 2 կա n2, գումարած 2 կա n3, գումարած կա n4, որտեղ կային մեկը սկզբնական այդ x-n y-n կետում ուղղությունների դաշտն է ցույց տալիս, այսինքն f-ի արժեքն է x-n y-n կետում, կա n2-ը այդ միջնակետում ուղղությունների դաշտն է ցույց տալիս, բայց մենք իրական արժեքը չգիտենք, չէ՞ լուծման։ Դրա համար այս y-ը պետքա մոտարկենք արդեն։ Ոնց ենք մոտարկում, ենթադրում ենք Euler-ի մեթոդը կիրառել ենք այս x-n x-n + h կես հատվածի վրա։ Այսինքն y-ին գումարում ենք h կես անգամ s f(x-n y-n)-ը։ Այդ բա հասկանալի է, չէ՞։ Մենք x-n + h կես հատվածի վրա ուրեմն սա մեր x-n-ն է, սա x-n + h կեսն է, այս էլ x-n + 1-ն է կամ x-n + h-ն է։ Մենք եթե այս սկզբնական պայմանն ունենք, x-nից x-n + 1 գնալուց մենք մի հատ այս կետում ոնց որ կանգ ենք առնում, ուզում ենք հասկանանք ստեղ ինչ ուղղությունների դաշտ կա, բայց ըստեղ մենք իրական ուղղությունների դաշտը չգիտենք, որովհետև չունենք y-ի արժեքը այս կետում։ Դրա համար որպեսզի այդ y-ի արժեքը մոտարկենք, մենք դիմում ենք Euler-ի մեթոդին, Euler-ի մեթոդով այս կետում y-ի արժեքը մոտարկում ենք, իսկ դա y-n + h կես անգամ f(x-n y-n) է, որը արդեն նշանակել ենք, գրենք կա n1։ Այսպես։ Կա n3-ը նորից ուղղությունների դաշտի մոտարկում է, այս նույն x-n + h կես կետում, բայց ստեղ արդեն y-n + h կես անգամ կա n2 ենք անում, սա մի քիչ լավացնում է, ոնց որ մեր մոտարկումը, եւ կա n4-ը արդեն վերաբերում է վերջի կետին, x-n + 1-ին, որը կգրենք x-n + h, ու էլի Euler-ի մեթոդի նման ինչ որ բան է, x-n + h անգամ կա n3, որտեղ կա n3-ը այս մոտարկումն է։ Այսպիսի բաց տեսք ունի բնականաբար այս բանաձևը, համեմատելի չի Euler-ի բանաձևի հետ, բայց բարդ լինելով ինքը ունի հստակ առավելություններ։ Որն է այդ առավելությունը, որ զուգամիտությունը ավելի արագ է։ Ու դա արտահայտվում է հետևյալ կերպ, այդ գլոբալ զուգամիտությունը, թեորեմ չձևակերպեմ, զուտ ստեղ գրեմ բանաձևը, y-ն ինչ որ պայմանների դեպքում այսպես գնահատականում ենք, c անգամ h-ի 4 աստիճան։ Ուրեմն սա Ռոնգե-Գուպտայի մեթոդի գլոբալ կամ ընդհանուր սխալանքն է։ Համեմատության համար Euler-ի մեթոդի սխալանքը ստեղ գրեմ CH
մեթոդի գլոբալ սխալանք։ Նու տարբերությունը ակնհայտ է, չէ՞։ Հիմա պարզ է, որ հաշի 4 աստիճանը շատ ավելի լավ զուգամիտություն է ապահովում։ Այդ պատճառով Euler-ի մեթոդը նաև անվանում են առաջի աստիճանի մեթոդ, իսկ Runge-Kutayi մեթոդը անվանում են 4-րդ աստիճանի մեթոդ, դա հենց կապված է այս զուգամիտության արագության հետ։ Էլ ինչ առավելություն ունի այս մեթոդը, օրինակ, եթե նորից դիտարկենք y' հավասար է x քառակուսի պլյուս y քառակուսի y0 հավասար է 1 սկզբնական պայմանը, կոշի խնդիրը, այս դեպքում այն խնդիրները, որ Euler-ի մեթոդի հետ կապված կային, այստեղ մի քիչ ճիշտ չի ասել չկա, որովհետև ինքը մեկա չի նկատելու այն պահը, երբ որ լուծումը անվերջ է դառնում, բայց այդ նույնիսկ այդ x ալիք վատ կետի շրջակայքում ինքը շատ լավ ֆունկցիայի մոտավոր լուծման մոտավոր արժեքները տալիս է, ի տարբերություն Euler-ի մեթոդի։ Այդ առումով այս մեթոդը շատ ավելի լավն է։ Եկեք, քանի որ ժամանակ ունենք, թեկուզ մի հատ բան օրինակ հաշ վերցնենք, հա, 0.1 ու 1-2 մոտարկում հաշվենք, որ երևա այդ բանաձևը ոնց է աշխատում։ Ստեղ էլ երևի աղյուսակ գծենք, հա, այս անկյունում երևի չտեղավորենք, եկեք նոր էջի գրենք, y' հավասար է x քառակուսի պլյուս y քառակուսի, y0 հավասար է 1, h-ը հավասար է 0.1, ստեղ աղյուսակում ինչ պետք է գծենք, ուրեմն x-n, հա, հերթական քայլը, y-n, էլ ինչ է մեզ պետք է f x-n y-n-ը, որը կա մեկն է, կային 1, լավ, սա գրեմ կային 2, շատ երկար չստացվի, կային 3, կային 4, այս բոլոր արժեքները մեզ պետք են հաշվարկի համար, որ նոր y-ը ստանանք։ Հիմա y1-ը ինչի է հավասար։ y0 գումարած h6-րդ անգամ, ինչ պետք է գրենք, ուրեմն կային 1 պլյուս 2 կային 2, նու քանի որ n-ը մեզ մոտ ստեղ 0 է, կարող ենք 0 գրել, կա 0.1, կա 0.2, գումարած 2 անգամ կա 0.3, գումարած կա 0.4, չէ, ինչ է հավասար կա 0.1-ը, կա 0.1-ը, դա f-ի արժեքն է սկզբնական կետում, 0.1, ֆունկցիայի արժեքը տեսնենք, որ 1-ի է, չէ, հավասար։ Ստեղ կգրենք h6-րդ անգամ 1, գումարած կա 0.2-ը հաշվելու համար, հիշենք, որ կա 0.2-ը մեզ մոտ ինչ էր, երբ որ այս կետից, այս y0-ից Euler-ի մեթոդով գնանք ինչև h կետը, այսինքն ստեղ պետք է լինի h անգամ f x0 y0։ Կստացվի 1 գումարած, դե h-ը 0.1 է, եթե կոտորակով գրենք 1/20, հա, 1/20, f-ն էլ 1 էր, չէ, այսինքն 21/20, հետ էլ կդնենք ստեղ, այդ կուսով կբազմ պատկենք, ինչպես, հա, y0-ն բաց ենք թողել, մերսի, մեկ պլյուս, ճիշտ է, սենց պետք է լինի, հետո կա 0.3 եթե հաշվենք, ինքը ոնց էր որոշվում, y0 պլյուս h անգամ կա 0.2, չէ, այս նախորդ արժեքն ենք տեղադրում։ Այսինքն ինչ կստացվի, 1 պլյուս 1/20 անգամ
21-20, տեսեք, ստեղ մեկով բազմապատկեցինք, ստեղ մի քիչ այդ մեկը փոխվել է, էլի 21-20-րդ է դառել, սենց մոտարկում ալնում, որ 421-20-րդ է, ստեղ դա երկուսով բազմապատկելով կգրենք 421-200-րդ, և վերջի K04-ն է մնում հաշվել, չէ, որը y0 գումարած h անգամ K03-ն է, այսինքն մեկին գումարած, ստեղ արդեն h, ոչ թե h կես, այսինքն 0,1, 1/10 անգամ, ինչ պետք է լինի, այս թիվը, 421-400-րդ, դե իհարկե, ստեղ վիզորն ավելի գրեցի, մի անգամից ստեղ հաշվարկները բարդանում են ձեռքով անելու համար, բայց դե պետք է իհարկե անել այս ամեն ինչը համակարգչով։ Եվ այս թիվը, այս հաշվն էլ քանի որ 0,1-ը, ստեղ կարող ենք գրենք 1/60-րդ, այս թիվը կհաշվենք, ինչ որ կստացվի, դա կլինի y1 մոտարկումը ու սա կմոտարկի, այսինքն y0,1 արժեք։ Ու այս սկզբունքով հաշվելով մենք էլի մեր ուզած կետում իհարկե բանից լուծման ինտերվալից դուրս չգալով կկարողանանք մոտարկում անել ու այս հոնգեկուտայի մեթոդը շատ ավելի լավ արագ զուգամիտություն ունենա, քան սովորական էյլերի մեթոդը։